Պետական ծրագրերի արդյունավետությունը գնահատելու համար ֆինանսների նախարարությունում նոր վարչություն է ստեղծվել։ Ուսումնասիրում են իրականացված ծրագրերը, ոչ թե պարզապես ստուգելու, այլ վերլուծելու եւ գնահատելու են։ Այսինքն արդյոք իրականացված ծրագիրը եղել է համապատասխան ընդհանուր կառավարության նպատակներին, ընդհանուր երկրի նպատակներին կամ ռազմավարական ծրագրերին, արդյոք իրականացված ծրագիրը եղել է էֆեկտիվ, այսինքն դրված նպատակներին հասել ենք թե չէ, արդյոք ծախսարդյունավետությունը ճիշտ է ապահովել եւ արդյոք ստացված արդյունքները կայուն են թե ոչ, եւ նմանատիպ էլի կրիտերիաներ կան, որոնք օգնում են հասկանալու թե արդյոք իրականացված ծրագրերը լավն են եղել թե ոչ, հենց դա պարզելու, դա գնահատելուն ուղղված է այս նոր ֆունկցիայի ձևավորումը։ Վերլուծական գնահատման հիման վրա պատկերացում է կազմվելու ծրագիրը իր նպատակին հասնում է թե ոչ։ Այս վարչության հիմնական նպատակն է ինչպես գործող ծրագրերի բարելավումը, այնպես էլ իրականացման ավելի լավ տարբերակներ առաջարկելը։ Մինչև այսօր պետական համակարգի օղակներում, այդ թվում ֆինանսների նախարարությունում, ավելի շատ վերահսկող գործառույթ իրականացնող ստորաբաժանումներ են եղել։ Բոլոր ծրագրերը թիրախում են ու պետքա գնահատվեն։ Իհարկե դա լինելու է ժամանակի մեջ, այսինքն միանգամից հնարավոր չի բոլորը անել, որովհետև գնահատումը ինք իրանով ժամանակատար եւ երկար process է։ Այդպիսի գնահատում թե մոտավորապես ինչքան հնարավոր կլինի բացահայտել եւ խնայել, այս գործառույթը պետք է արվի, որ դրանից հետո հասկանանք, բայց ընդհանուր պատկերացում կա, որ մի շարք ծրագրեր բավական զգալի մասը ունեն գնահատման կարիք եւ բարելավման կարիք տարբեր աստիճանների, այսինքն մեկը շատ կարիք ունի, մեկը ավելի քիչ, բայց բոլորն էլ ունեն եւ վերլուծել եւ հասկանալ որտեղ է բարելավման կարիքը, դա այս բանը շատ կարեւոր է։ Պետությունը տարեկան միջինում 170-ից 200 ծրագիր է իրականացնում։ Յուրաքանչյուրն էլ իր մեջ ներառում է մի քանի միջոցառում։ Տարեկան հիմնականում 800-ից ավելի միջոցառում է լինում։ Մեր գործառույթը հիմնականում կենտրոնանալու է հենց միջոցառումների մակարդակում գնահատման վրա, որովհետև միջոցառումներն են պարունակում այդ պետական միջամտությունը, այսինքն այն գործողությունը, որը պետությունը անում է, եւ պետք է հասկանալ, թե այդ գործողությունը, որ արվել է պետության կողմից, արդյոք եղել է արդյունավետ, տեղին, ճիշտ ժամանակին, համապատասխան շահառուների նկատմամբ եւ այլն։ Ծրագրերը գնահատելիս քննարկելու են նաև համապատասխան կառույցի հետ, սակայն վերջին փուլում ներկայացնելու են կառավարություն դրանց հետագա ընթացքը որոշելու համար։ Այժմ մեթոդաբանության վերջնականացման փուլում են, պիլոտային գնահատումներ են արվում, նախատեսվում է հաջորդ տարվանից սկսել իրական գնահատումները։ Մեթոդաբանական հարցեր են լինելու, որոնց պատասխանելով մենք հասկանալու ենք ծրագիրը ինչպիսին է, բայց այդ հարցերին պատասխանելու համար պետք է լինելու բավական շատ ինֆորմացիա, որոնց ստացման աղբյուրները շատ են, այսինքն մենք եւ նախարարությունների հետ պետք է աշխատենք դա ստանալու համար եւ հնարավոր է շահառուների հետ աշխատենք եւ ինքներս վերլուծություն անենք վիճակագրական տվյալների հիման վրա եւ նաեւ կարող է հարցումների կարիք լինեն, այդ բոլորը նախատեսում ենք ու բոլորի գործիքակազմը մշակվում է, որ դրանք համակարգված ձևով իրականացվեն։ Ընթացիկ տարում պետությունը նախատեսել է իրականացնել 827 միջոցառում ներառող 172 ծրագիր։ Բյուջեի ծախսերի էական մասը հենց դրանց է ուղղվում։ Նիկոլայ Ավետիսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։